Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ։ Արշանուս Մատյան, Կիրովականի դժդի ազգային ինքնորոշում միավորման նախագահ։ Քանի որ դուք բոլորդ արդեն տեղյակ եք, որ մեր խորհրդարանում շահարկվեց, թե իբր Կիրովականում ուր որ է կսկսվի քաղաքացիական պատերազմը, եւ դա բանկարկվեց մի աստվածավար 10 պատվիրանները սրբորեն ընդունող, բայց նաեւ սրբորեն չկատարող միասնավորության կողմից, որը նաեւ պատգամավոր է, ես ցանկանում եմ մանրամասնորեն պատմել ձեզ, թե ինչ վիճակ է տիրում Կիրովականում։ Դուք շատերդ արդեն գիտեք, որ խորհրդարանը որոշակի նպատակահարվածություն ունենալով իր քայլերի մեջ կազմակերպել էր որոշակի քայլեր իր քաղաքականությունը տեղ հասցնելու համար, դիկտատուրային քաղաքականությունը։ Դրանցից մեկը ԱԻՄ-ի Իջևանի մասնաճյուղի նախագահ Վահան Մատաթյանի ձերբակալումն է։ Սանկցիան տրվել էր 6 ամիս առաջ, բայց մինչև օրս Վահան Մատաթյանը չէր ձերբակալվել։ Եվ բացի դրանից Իջևանում կային նաև այլ զինակոչիկներ, որոնք խուսափել էին խորհրդային բանակում ծառայելուց եւ որոնք պայքարում էին ազգային բանակի ստեղծման համար, բայց ձերբակալվեց Վահան Մատաթյանը։ Այսինքն դա քաղաքական որոշակի նկատառումներից ելնելով է կատարվել այդ ձերբակալությունը։ Վահան Մատաթյանը տեղափոխվեց Կիրովականի քննչական մեկուսարանը։ Կիրովականի դժդի ազգային ինքնորոշում միավորման խորհրդի որոշմամբ սկսվեց նստածույց, որին մասնակցում էին նաև Կիրովական քաղաքում տեղակայված խորհրդային զորամասերից եկած շուրջ 600-700 զինվորներ, հայ երիտասարդներ, որոնք նույնպես պատրաստ են այսօր թողնել խորհրդային բանակը եւ պայքարել ազգային բանակի ստեղծման համար եւ շարունակել իրենց ծառայությունը հայրենիքին։ Խորհրդարանում ներկա էր նաեւ մեր քաղաքի դատախազը, պարոն Շահվերդյանը, պատգամավոր։ Նստածույցի օրը պարոն Շահվերդյանը մեզ մոտեցավ եւ խնդրեց, որ երկու ներկայացի հետ միասին գնան զանգելու հանրապետական դատախազին։ Մեկ ժամ անցնելուց հետո զանգեցին դատախազությունից Կիրովականին, տեղյակ պահեցին, որ վերցրված է համաձայնություն Գերագույն խորհրդից, Աշոտ Մանուչարյանից, այն Աշոտ Մանուչարյանից, որի մոտ մենք եղել ենք ձերբակալության հաջորդ օրը, եւ նա մեզ խոստացել էր 2 օրվա ընթացքում ազատել Վահան Մատաթյանին, քանզի ինքն էլ է դեմ, որ Վահանին ձերբակալում են։ Իսկ խորհրդարանում Աշոտ Մանուչարյանը նմանատիպ մի արտահայտություն ցույց տվեց։ Նա ասեց, որ ինքը չի հարգում այն մարդկանց, ովքեր խոստանում են եւ իրենց խոստումը չեն կատարում։ Խոսքը վերաբերում էր պարոն Հայրիկյանին, որ պարոն Հայրիկյանը խոստացել է քաղաքորի շենքը հետ հանձնել, բայց ինքը չէ որ նաեւ խոստացել է ԱԻՄ-ի ներկայացուցիչներին, որ 2 օրից հետո Վահան Մատաթյանին ազատ արձակեն։ Ազատ արձակելու փոխարեն Աշոտ Մանուչարյանի կողմից իհարկե Կիրովական ժամանեցին 100-ից ավելի հերոս միլիցիայի աշխատակիցներ, որոնք սահման գնալու փոխարեն ժամանել էին Կիրովական։ Չգիտեմ ում պաշտպանելու։ Երևի նրանք եկել էին քաղաքացիական պատերազմը կանխելու։ Ես բացահայտորեն հայտարարում եմ այստեղ, քանի որ արդեն այսօր Կիրովականյան կյանք ռադիոհանգույցով հաղորդվել է հարցազրույց, իմ հարցազրույցը եւ քաղաքի դատախազի։ Դատախազը բացահայտ ձևով ասեց, որ Կիրովականում միայն եղել է քաղաքական ակցիա, ոչ մի քաղաքացիական պատերազմի վտանգ չի եղել։ Իսկ աստվածավար Խաչիկ Ստամբուլյանը հայտարարեց բացահայտորեն այս ժողովրդին, որ Կիրովականում նախապատրաստվում է քաղաքացիական պատերազմ։ Սա դիկտատուրայի հասած, արդեն հասած մի կազմակերպության շանտաժային գործողություններ, որը չի ցանկանում իր կողքին ունենալ օպոզիցիա։ Իսկ այն երկրում, այն պետությունում, որտեղ դիկտատուր է եւ չկա օպոզիցիա, եւ չկա ազգային ազատագրական պայքար, այլ կա դիկտատուրա, ուրեմն այդ ժողովուրդը պետք է ավելի զգոնանա, դեր կանգնի իր ազգային ազատագրական պայքարին եւ վերջնականապես բացելով աչքերը կարողանա հասնել իր ձերին։ Սիրելի հայրենակիցներ, բազմիցս անգամ հայտարարվել է, որ ազգային ինքնորոշում միավորումը դեմ է ցանկացած բռնության։ Կիրովականում
ոչ մի նմանատիպ դեպք չի եղել, Կիրովականում եղել է միայն քաղաքական պայքար, եւ երբ որ մենք խորհրդարանից լսեցինք, որ զինակոչիկների հարցը դրված է խորհրդարանում եւս մեկ անգամ քննարկվելու, մենք կատարեցինք մեր համերաշխական քայլը, հայտարարեցինք եւ այդ հայտարարությունը ուղարկվեց Երևան, խորհրդարանում հայտարարելու համար, բայց չգիտեմ ինչու տեղ չհասավ։ Համերաշխական քայլը կատարում էր հետեւյալ առումով, քանի որ ազգային ինքնորոշում միավորման միակ նպատակը այդ նստածույցի նա էր, որ զինակոչիկների հարցը եւս մեկ անգամ բարձրացվեր խորհրդարանի մակարդակին, եւ քանի որ արդեն դրված էր այդ հարցը, մենք կատարում ենք մեր համերաշխական քայլը հույս ունենալով, որ ժողովրդի ընտրյալ պատգամավորները խորհրդարանը վերջիվերջո կկայացնի ազգանապաստ որոշում։ Հայ երիտասարդին իրավունք կտա իր արյունը թափելու հայրենիքի համար, բայց մենք չարաչար սխալվեցինք։ Քանի որ ժամանակը սուր է, ես վերջացնեմ, հավաստիացնում եմ ձեզ այսուհետ Կիրովականի Նժդե ազգային ինքնորոշում միավորումը ավելի կուժեղացնի իր քաղաքական պայքարը եւ մենք ձեզ հետ ենք եւ դուք մեզ հետ պետք է լինեք, սիրելի ժողովուրդ։